Բոլոր գործարանները մտել են 7-ին 7-10 րոպե։ Նույն ժամին բոլոր տեղերը, որտեղ որ մենք տեղակ ենք, որտեղ որ մենք ծանոթներ ենք ելնել, բոլոր տեղերը նույն ժամին 7:30 առավոտյան ոստիկանական խմբերը մուտք են գործել եւ Անցու 6-ին աշխատողները եկել են գործի, որ գան իրանց բերիվով իրանց շորը, որ մտնեն աշխատանքի, մուտքը փակել են, չեն թողել, սաղին հետ են ուղարկել։ Ու մինչև հիմա այտենց էս 8-րդ օրն է։ Ու տենց անորոշ վիճակ ու ոչ մեկին էլ ամեն ինչը կապված է քաղաքականության հետ, որովհետեւ մեր գործարանում մի որոշ ժամանակ առաջ նորից ստուգողներ են եկել, բոլոր ամեն ինչ կոմպյուտերներն են նայել, մնացածներն են։ Եթե ինչ-որ խնդիր լիներ, այդ վաղ կասեին, ոչ թե դրանից հետո մի 10 օր հետո, 15 օր հետո, նույն ժամին, նույն օրը բոլոր գործարանները փակվում է։ Սա ուղղակի քաղաքական հետապնդում է, որից որ տուժում ենք այսքան մեր ժողովուրդ, այո։ Իրանց խոսակցությունների, իրանց իրար ընդհարումների պատճառով ժողովուրդն է տուժում։ Ու եկուս մի սա բանկերի, որ այդ մուծումները չեղավ, մի ժամ ուշացնում ես, մի անգամից սկսում են սև ցուցակ։ Ինչով ապրեն այս ժողովուրդը, ինչով տանեն փակեն։ Ղարաբաղից, Արցախից տեղահանված մարդիկ կան, որ վարձով են եկել ապրում, այդ մարդիկ դրանով են ապրում։ Այս աշխատավարձով։ Հիմա կոմունալի ժամանակ է եկել, մուզման ժամանակ է եկել, երեխեքի ուտել ամեն ինչն է սեից է կախված։ Կարելի ասել, եթե ոչ 100%-ը, հաստատ 60-70%-ը ստեից է կախված այս մեր բոլոր աշխատողների եկամուտը։ Այո, դեն լավ ուզում խոսեք, եկեք մի քիչ հովին գնանք նայեք։